Նոր տարվան ընդառաջ նոր թափ են առել տոնական կիբերհարձակումները։ Coca-Cola-ի եւ Wildberries-ի անունից ուղարկված այս հաղորդագրությունները իբր նվեր մատուցելու մասին կեղծ են։ Մեդիա փորձագետի խոսքով առաջիկայում այլ ընկերությունների անունից էլ նմանատիպ հաղորդագրություններ կտարածվեն։ Մինչև տարեվերջ դրանք լայն տարածում կգտնեն։ Google-ի անունից նվերներ կգան, Apple-ի անունից շահումներ կգան, տեղական սուպերմարկետների անուններից եւ այլն, այսինքն ամեն դեպքում մոտակա մի ամիսը պետք է հասկանալ, որ ձեզ այսպես ռմբակոծելու են տարբեր նվերներով, ընդ որում համ առաջարկելու են ստանալ նվերը, բնականաբար չմոռանալով խնդրել բանկային քարտի տվյալները։ Համ էլ անպայման այնտեղ լինում է, որ ուղարկեք ձեր 10 ընկերոջ եւ այլն, դա համ տարածվելու համար արվում, համ էլ վստահության, որտեղ եթե քո ընկերն է ուղարկում, մարդ մտածում է, եթե ընկերս է ուղարկել, երևի իրական է։ Այս կիբերհարձակման նպատակը անձի բանկային տվյալները ստանալն ու գումար գործելն է։ Հղումը բացելիս նվերը ստանալու համար տարբեր մեթոդներ են առաջարկվում։ Առաջարկվում է ինչ-որ բան անցնել, ընտրել օրինակ 3 պարկից նվեր։ Մարդ ընտրում է սովորաբար առաջին պարկը, այսպես որ խայծը կուլ տա մարդ, առաջին պարկը լինում է դատարկ, հետո ասում են մի հատ էլ փորձի։ Լինում է, որ ուղղակի մեկ էլ սենց բաներ են թափվում, կոնֆետիներ, ու ասում են դուք արդեն շահեցիք, լրացրեք տվյալները, որ նվերը արդեն գալիս է ձեր ուղղությամբ։ Նմանատիպ հաղորդագրությունները կարող են նաև իրական լինել, սակայն պետք է ամոզվել, որ դա հենց նշված ընկերությունից է ուղարկված։ Տեսքով իհարկե այն չի տարբերվում, սակայն հղումը բացելիս հնարավոր է հասկանալ իրական կայքն է թե ոչ։ Եթե ստացել եք ինչ-որ հղում, պետք է հիմնական edge-ը մտնել։ Այսինքն եթե նվերը Coca-Cola-ից է, դուք պետք է հայտնվեք Coca-Cola-ի edge-ում, որը պետք է ունենա իր կապույտ նշանը, որը պետք է ունենա ոչ 15 like նույնիսկ ոչ 15,000, հա, պետք է, այսինքն ակնհայտ մեծ ֆիրմաները պետք է ունենան մեծ edge-եր։ Երկրորդը ընդհանրապես պետք է հիշել, որ շատ քիչ է հավանականություն, որ երբևիցե ուղղակի ձեզ ինտերնետում նվեր կառաջարկեն, շահում, իսկ եթե նույնիսկ առաջարկեն էլ շատ քիչ հավանականություն, որ դա դուք կլինեք։ Մեդիա փորձագետը զգուշացնում է, այս կարգի կեղծ հայտարարություններ հնարավոր է հանդիպել տարբեր սոցիալական ցանցերում։ Հորդորում է չբացել նվերներ առաջարկող կեղծ հղումները։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։